Թող Աստված վեր կենա, նրա թշնամիները ցրվեն եւ նրան ատողները փախչեն իր առջևից։ Ինչպես ոչնչանում է ծուխը ոչնչացրու նրանց, ինչպես հալվում է մոմը կրակի առջև, այնպես թող ամբարիշտները կորչեն Աստծո առջևից, բայց արդարները պիտի ուրախանան եւ ցնծան։ Պիտի զվարճանան իրանց ուրախությամբ, երգեք Աստծուն, սաղմոս ասեցեք նրա անվանը, անապատի միջով հեծյալ եկողին ճանապարհ պատրաստեցեք։ Եղահ է նրա անունը, ցնծացեք նրա առջև։ Որբերի հայր եւ որբևայրիների դատավոր է Աստված իր սուրբ բնակավայրում։ Աստված միայնակներին բնակեցնում է տան մեջ, գերիներին հանում է հաջողության մեջ, բայց ապստամբները բնակվում են չոր տեղում, ով Աստված։ Երբ դու քո ժողովրդի առջևից գնում էիր անապատի միջով անցնելիս, երկիրը դողաց, եւ երկինքը շաղ տեղաց Աստծու երեսից, Սինասարն էլ ցնցվեց Աստծու, Իսրայելի Աստծու երեսից։ Առատության անձրև տեղացիր, ով Աստված։ Քո ժառանգությունը, որ հոգնած էր, դու զորացրի։ Քո ժողովուրդը բնակվեց այնտեղ, քո քաղցրությամբ կերակուր պատրաստեցիր խեղճի համար, ով Աստված։ Տերը տալիս է իր խոսքը, ավետող մարդիկ մեծ բազմություն է։ Զորքերի թագավորները պիտի փախչեն փախե-փախ, տան մեջ բնակվող կինը պիտի բաժանի ավարը։ Երբ հանգստանում եք մակաղատեղերում, աղավնու թևերը փայլում են արծաթով պատած, եւ նրանց փետուրները դեղին ոսկով։ Երբ ամենակարողն այդ երկրում թագավորներին ցրեց, երկիրը ջերմակափայլ դարձավ, ինչպես ձյունը Սաղմոնում։ Ով Աստծու սար, Բասան, ով բարձր եւ պարարտ լեռ, ով բարձր լեռներ, ինչու եք նախանձով նայում։ Սա այն լեռն է, որին հավանեց Աստված, նրա վրա բնակվելու համար, Տերը, որ պիտի հավիտյան բնակվի նրա վրա։ Աստծու կառքերը երկու բյուր են, հազարապատիկ։ Տերը նրանց մեջ է Սինայում իր սուրբ վայրում, վեր ելար բարձր տեղեր, գերեվարեցիր գերությունը, պարգևներ առար մարդկանց համար եւ ապստամբների համար էլ, որ Աստված նրանց մեջ էլ բնակվի։ Օրհնյալ է Տերը օր-օրի, եթե մեզ վրա բեռ դնելու լինեն, Աստված է մեր փրկությունը։ Աստված փրկության Աստված է մեզ համար, եւ Տեր Աստվածն ազատում է մահվանից, սակայն Աստված պիտի փշրի իր թշնամիների գլուխը եւ նրանց մազոտ գագաթը, ովքեր գնում են իրենց անօրենությունների մեջ։ Տերն ասաց. նրանց պիտի ետ դարձնեմ Բասանից, պիտի ետ դարձնեմ ծովի անդունդից, որ քո ոտքը թռչես արյունով եւ քո շների լեզուն իր բաժինն առնի թշնամիներից։ Տեսան քո երթը, ով Աստված, իմ Աստծու, իմ Թագավորի երթը սրբարանի մեջ։ Նախ երկողները գնացին, հետո նվագածունները թմբկահար կույս աղջիկների մեջտեղը։ Օրհնեցեք Տեր Աստծուն ժողովուրդների մեջ, դուք, որ Իսրայելի աղբյուրից եք։ Այնտեղ են փոքր Բենյամինը, նրանց տիրակալը, Հուդայի իշխանները իրենց խմբով, Զաբուղոնի իշխանները, Նեփթաղիմի իշխանները։ Քո Աստվածը հաստատեց քո զորությունը, զորացրու այն, ով Աստված, ինչ արեցիր մեզ համար։ Երուսաղեմում քո տաճարի համար թագավորներ ընծա պիտի բերեն քեզ, սաստիր եղեգների գազանին, ցլերի բազմությունը ազգերի երինջների հետ, որպեսզի ընկնեն երեսների վրա արծաթի կտորներով, ցրիր այն ազգերին, որոնք կռիվ են կամենում։ Իշխաններ պիտի գան Եգիպտոսից, եթովպացիները պիտի իրենց ձեռքերը մեկնեն Աստծուն, ով երկրի թագավորներ, երգեցեք Աստծուն, սաղմոս ասեցեք Տիրոջը, նրան, որ հավիտյան նստում է երկինքների երկնքի վրա, ահա իր զորավոր ձայնով նա պիտի ձայն տա։ Ճանաչեցեք Աստծո զորությունը, նրա փառքը Իսրայելի վրա է, եւ ամպերի մեջ է նրա զորությունը։ Զարմանալի ես քո սրբարանում, ով Աստված, Իսրայելի Աստված, նա զորություն եւ կարողություն է տալիս ժողովրդին, օրհնյալ է Աստված։